եւ ինչպես դուք նշեցիք, հասարակության դերը անգնահատելի այս գործընթացում իրազեկման, ըստ այդմ արդեն սահուն անցում կատարենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դաշտ եւ նրանց հարցեր ուղենք։ Տիկին Աբրահամյան, նախ շնորհավորում եմ եւ մեզ եւ ձեզ ստորագրված հուշագրի կապակցությամբ եւ արդեն որպես եւ հուշագրի անդամ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ դուք ինչ եղանակներով եք հնարավոր համարում խրախուսելը, խթանելը հասարակությանը, որ ազդարարեն, առավել ակտիվ մասնակցություն ունենան եւ արդյոք ծանոթ եք նման միջազգային փորձի խթանման միջոցների առումով։ Շնորհակալություն, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը եւ միջազգային մեր գործընկերներին այս ծրագիրը նախաձեռնելու եւ նախարարության այս շատ այդպես որպես առաջնահերթություն ներգրավվածությունը արդեն իսկ ցուցաբերում է եւ ոչ միայն նախարարության, այլ նաեւ վարչապետի աշխատակազմի եւ բոլոր մարմինների, որոնք ներգրաված են այս խորհրդում, ցույց է տալիս հենց այն քաղաքական կամքը։ Քանի որ հասարակությունը ակտիվություն չի ցուցաբերի, եթե չտեսնի, որ դրա համար հստակ եւ այս խնդիրների լուծման տեսանկյունից առկա այդ քաղաքական կամքը։ Առաջին հերթին, այսինքն անհրաժեշտություն է քաղաքական կամքը, որը կարծես թե առկա է, բայց որը միայն դա անշուշտ բավարար պայման չէ։ Եվ քաղաքական կամքից բացի անշուշտ անհրաժեշտ են այն բոլոր մեխանիզմները, որոնք նաև պարոն Բաբայանը շատ համապարփակ ներկայացրեց, հատկապես ազդարարների պաշտպանության մեխանիզմների տեսանկյունից։ Հանրության համար, հանրության տեսանկյունից չափազանց կարևոր է ընդհանրապես ձևավորել զրո հանդուրժողականության գաղափարը մեր հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ։ Ցանկացած տեսակի կոռուպցիայի, այդ թվում բարևարկության դրսևորումների, այդ թվում, այսինքն կոռուպցիա ասացի շատ լայն եւ ամբողջական գաղափարի տեսանկյունից, որովհետեւ սա ուղղակի չի աշխատի եւ հանրությունը իր ակտիվությունը չի ցուցաբերի, եթե խորությամբ չընկալի դրա վտանգները, չընկալի, որ այս չարիքը մեր պետության անվտանգության, եթե առաջին անվտանգությանը խաթարող կամ անվտանգությունը խաթարող եւ վտանգող առաջին եռյակում վտանգներից մեկն է։ Եթե չասեմ գուցե առաջինը։ Ես տասնյակ տարիներ որպես նախկինում լրագրող խնդիրը բարձրացրել եմ հատկապես անվտանգային ոլորտում կոռուպցիայի դրսևորումների եւ դրա, որի հետևանքները մենք տեսանք վերջին տարիներին։ Եվ եթե այս գաղափարը մենք չկարողանանք եւ մեր հանրությունը խորապես իսկապես չընկալի, որ կոռուպցիան ազդում է, ուղիղ ազդեցություն ունի մեր անվտանգության, պաշտպանության, պաշտպանունակության զարգացման վրա, երբևէ ներգրավվածություն որպես այդպեսին կամ բավարար ջանք չի գործադրի եւ ազդարարի ինստիտուտը կիրառելու տեսանկյունից եւ ընդհանրապես, որովհետեւ սրանք ժամանակի տրամադրում է ենթադրում, որոշակի ռիսկի գործոն ունի, ռիսկի գործոն է պարունակում եւ սրա համար պետք են ոչ միայն որոշակի մեխանիզմների ներդրումը, այլ նաև գաղափարական հենքը եւ գաղափարական պատրաստվածությունը, որը նաև հենց քաղաքացիական հասարակության դերն է։ Մենք մեր կազմակերպությունը այդ տեսանկյունից արդեն առնվազն 6-7 տարի աշխատում ենք հենց երիտասարդների հետ եւ հենց երիտասարդության շրջանում ենք փորձում այդ քաղաքացիական գիտակցությունը զարգացնել եւ իրենց դերը որպես իրենց դերը որոշակիորեն տեսնեն այս խնդիրների լուծման տեսանկյունից։ Միջազգային փորձի առումով անշուշտ միայն գաղափարական եւ արժեքային հենքը բավարար չէ եւ միջազգային տարբեր փորձեր դիտարկելով հասկանում ենք, որ ազդարարի ինստիտուտը գործում է, եթե գործում են նաեւ խրախուսման որոշակի մեթոդներ։ Այսինքն, երբ անձը հստակ տեսնում է, որ պետության կամ պետական տարբեր գերատեսչություններում մսման ինչ-որ գործընթացներ կան եւ կարողանում է որոշակի նաեւ ապացույցներ ձեռք բերել մինիմալ, գոնե առնվազն մինիմալ ինչ-որ բաներ պետք է լինի, որ կարողանա ճիշտ ազդարարման գործընթացն իրականացնել, բայց պետք է վստահ լինի, որ դրա համար որոշակի ոչ միայն վստահ լինի, որ չի պատժվելու այն բոլոր մեխանիզմներով, ինչ ասաց պարոն Բաբայանը,
որ երբ գործի վերջո հասնի բարեհաջող ավարտի իրավական հետևանքներով եւ այլն եւ նաեւ գումարի վերադարձով դրանից որոշակի տոկոս պետք է ինքը ստանա սա այն հիմնական միջազգային մեխանիզմն է որը խրախուսման ամենակարևոր գործիքներից մեկն է դարձել եւ որը դարձել է այն հիմնական մեխանիզմը որով կարողացել է ներգրավել լայն հանրությանը մեկ այլ պաշտպանության միջոց պետք է լինի դա սուտ մատնության սահմանման հստակեցումն է, որը կրկին միշտ վտանգավոր եւ ռիսկային դաշտ է բացում, այսինքն շատ հստակ եւ շատ ավելի աչալուրջ պետք է լինեն մեր իրավապահ մարմինները, որ կարողանան հստակ տարանջատել արդյոք ազդարարման ինչ որ գործընթաց արվել է դիտավորությամբ, որը ի վերջո պարզվում է, որ եթե պարզվի, որ իրականությանը չի համապատասխանում արվել է դիտավորությամբ հստակ վնաս պատճառելու մտադրությամբ թե ոչ եթե այս բավական լուրջ այդպես նուրբ տարանջատումները եւ սահմանումները չտանք, այստեղ եւս մենք էլի ռիսկեր ենք ունենալու ներգրավվածության տեսանկյունից Եվ վերջապես իհարկե ազդարարի պաշտպանության մեխանիզմը, որը չափազանց կարևոր է եւ որը հենց այն թերևս առաջնային կարևորության սկզբունքն է, առանց որի ուղղակի ակնկալել, որ մարդիկ հանրությունը ակտիվություն կցուցաբերի չենք կարող։ Թերևս այս պահին այսքանը շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք։ Պարոն Խուրշուդյան, ձեզ ուղղեմ հաջորդ